Ժողովուրդ ջան, եկա դասավորեցի, հիմա հեսա պահարանը, ուրեմն շատ երկար մտածեցի, շատ երկար, եւ տաբատները, որոնք որ ճմրթվող տաբատներ էին, որոշեցի, որ ուրիշ ելք չկար, այս տաբատները, որոնք որ ճմրթվող են, կախել եմ, բայց կարող է հետո էլի փոխեմ, ինձ շատ չկա, երեք մասի եմ բաժանել ամբողջ կոշիկները, տեղ չկա, վերնաշապիկներն այստեղ եմ կախել, քանի հատ վերնաշապիկ ունեմ, որ ամաչմել եմ հաշվեմ, եւ այստեղ որոշեցի, ճիշտ ասած տոպիկները որոշեցի սրանք կախեմ, հետո զգացի, որ բավականին դեռ կեսը չի հարթուկված երեխեք ջան, այս վերևն էլ դրել եմ ձմեռայինները, ասեմ, որ որոշել եմ մինչև այս ծայրից, այս ծայրը բան անեմ, կախիչ անեմ, ուրիշ ելք չկա, շատ է իմ կախվող շորերը, տենց մտածում եմ, հիմա գնամ բերեմ աստիճանի մոտ, այս կողմն էլ վերևն էլ դասավորեմ ու անցնեմ մյուս սենյակները, սա էլ այս սենյակում էլ դրել եմ ամբողջ ամառայինները, որոնք որ ճմրթվող են, դրել եմ բլազերները, բաճկոնները եւ այս բոթասները, որը որ ավելի սպորտային ստիլ է, այն կողմը դրել եմ միայն են հագնելու ադիդասները եւ այս ամենը տեսնում եք պետք է դասավորվի։ Հիմա ես աստիճանը բերեմ եւ անցնեմ գործի։ Հիմա եկանք այստեղ։ Ասես որ զատիկա չաշխատեմ, բայց իմ տունն է, աշխատելու պրոբլեմ չկա։ Վայ։ Սրանք էս հրաշալի այստեղ ինքան անկողին ունեմ հարթուկելու, դուք հանկարծ մենակ տեսնեք, ժողովուրդ ջան։ Հնորոք քուրս լավ ամոթ հանկատվել ես բանի համար։ Լարված աշխատում էի, մոռացա ավարտեմ ֆրազս, այս աստիճանը տեսնում եք, որ կանգնած եմ վրան, ժողովուրդ ջան, սա իմ ամբողջ տան ռեմոնտի պատերը ներկելու աստիճաններ եւ դեռ պետք է գնեմ նորը, նոր Այդան լավ ամոթանք տվեց, ասեց, այս ինչ վիճակ է, ամեն ինչ ունես բացի դրանից, հիմա նոր նայեցի եւ հիշեցի, որ ես պետք է գնամ եւ գնեմ, բայց սա այնքան հարազատ էր ինձ 300 քառակուսի մետր տան պատերը, դե հաշվար կարեք թե ինչքան է, ես մենակ եմ ներկել, իսկ առաստաղը Դավիթը ներկեց, պարկետնը Սերժը հետևից կտկտալով գալիս էր, այնպես որ ընտանեկան ռեմոնտ արեցինք 20 թվականին կորոնայի ժամանակ։ Ժողովուրդ ջան, եկա իմ մակիաժի սենյակը։ Ինչու եկա մակիաժի սենյակը, որովհետև ցանկացա որ դասավորեմ մի թեթևակի իմ ամբողջ բիժուները։ Հիմա ծերանայի դեչքան սա ամբողջությամբ թափում է։ Ամենաշատ քանդվող տարածքը դա կնոջ հարդարման տարակն է եւ բոլորը թող գլուխները չգովան մարդիկ կան տեսուց են տալի միայն եւ միայն դե բնականաբար կան բլոգերներ, տեսել եմ ռուս բլոգերներ, որոնք ունեն տուն մաքրողներ եւ այլն դա հասկանալի է, բայց դերանայիթը չունի ոչ մեկը եւ չի ցանկանում, որովհետեւ ես դա չեմ սիրում, հիմա եկեք ինձ սպանեք, կարող եմ միգուցե թե մի գեղեցիկ օր ի վիճակի չլինեմ ես այն անելու, բայց աստվածքա մինչև վերջ լինեմ ոտո և ձեռքով, ինչ ասեմ երեխեք ջան, ամեն մարդ անում է այն ինչ իրան ձեր է տալիս, հիմա ես ես մատիտների գլխիկներ լրիվ դուրս եկած է, ուզում տեսնեմ ինչի կարիք ունեմ, ինձ թվում է մատիտի վարդագույն, սև մատիտս արդեն լրիվ մաշվում է, աչքերս այսօր աչքերս սկսել եմ, հիմա գնացինք, շատ արտակարգ կորեկտորը սա է երեխեք ջան, նայեք, Dior-ի մի վարկյան, սա, ես ճիշտ ասած չէի ճանաչում, երբ որ գնացի խանութ ինձ ասեցին աչքերի տակ, ասենք, որ սենց տապոտ էիս անում էլի, բայց ես տես բաներ 1000-ից մեկ, որ հիշեմ թե չհիշեմ, հեսա Dior-ի մի վարկյան, սա,
Եվ համարը պետք է լինի, որ տեսնեմ երեխեք ջան։ Գնաք բան այդ տվյալ խանութներում եւ ձեզ կասեմ։ Իմ պուդրաները այս երկուսն են, տերակոտան եւ դյորը, կատարն են, դուխիներս տեղավորեմ, սա արդեն թափվում է, որովհետեւ երեխեք շոկեցի մազերս ոնց է լողացել եմ երեք գիշերը քնել եմ այդ այնց գանգուղ։ Տեսնում եք իմ մազերը բնական ոչ մի բան ձեր տված չի, ուղղակի այսքան մազը հավաքել եմ, տիճե բիզբիզ էր եւ ալարեցի ես։ Նվեր եմ ստացել մուսը նետուայան, այս ավենի մուսը, բայց ես իմ համար գնել էի նյուքսի ռոզը, շատ լավն է, այս լավ վարդի հոտ է գալիս։ Ժողովուրդ ջան, ասեմ էլի, ինչ կլինի, որ ասեմ։ Վայ, ես այս ականջով այս օղերս էի մոռացել սրանք։ Դե լավ, դա երևի ձեզ չհետաքրքրի։ Քանի եկել եմ այստեղ մի հատ տեսնենք հոնքերը ինչ վիճակի մեջ են։ Չէի նկատել այն օրը, որ Այդայի ընկերուին ինձ ծննդյանս տարեդարձի համար նվեր գնել, սա գրեց նվեր, այս դյորի կորեկտորը։ Ինձ տվեցին Էղբողյանի բեբե թե սեսե կրեմները, մի հատ պիտի փորձեմ, եկեք դնենք այստեղ, եւ այն ես կփորձեմ, ասում են լավն է, Կարլանել էր լիստ էր գրե Դավիթին, այս Էղբողյանն էր գրե, սա ինչա, Դեմակիյան, Դեմակիյան, դե լավ, թողնենք այստեղ, սա էլ թողնենք այստեղ, Ռումյանը, ինձ պետք է Ռումյանա գանվի, Ռմյանը, ինձ պետք է Ռումյանա գանվի, պաժալստը, այսենց որ անում եմ արդեն ես, ինքս իմանում եմ, թե իմ ինչի կարիք ունեմ, գնացինք ժողովուրդիկ, Սա այսպես, եկեք սա էլ տեղավորեմ, տեղադրեմ, սա էլ տեղադրենք, մազերս լավ երկար է լավ, բայց գանգուր պատրեցեք առավոտյան արթնացել եմ, չափսը լավ է, հիմա եթե ես սա կտրեմ, կհելնի այստեղ, վերջ, սա էլ կարված էր գնել իմ նվեր մարմնի համար, ինքան լավն է, ինքան լավ հոտա գալ, եկեք մի քիչ կսենք, հա, ձերքերիս և այլինի, համ ինքը պապկացնում է, համ էլ հրաշալի հոտա գալիս երեխեք, ուղղակի պրել ես, սա կսում ես ու կեզ թվում է, թե արդեն գարուն է եկել, մեր աշխարում, գնամ տեսնեմ չորացել է շորերս, անենց եղանակ, ինձ թվում այսօր սուրճը, ես ուզում էի մի հատ, գնամ մի հատ վիտվե, արագ պատրաստեմ բան, ինչան, խնձորով պերոկ։ Եկա խոհանոց, հիմա մի հատ տեսնեմ ինչ է ինձ պետք մոյլով խնձորով պապիկ խնձորի համար։ Սերժս բերելասող, քյարարուս, նեխուր, ավոկադո, գազար և հաց, և ներշի, եկեք սրանք ամբողջը տեղավորեմ, քիլի եմ հաշուտ ապչանում, ավելավա դնում սադարը, քիլին, գազար ամուսնյակս, սա գյուղական գազարը, ներշի կդնեմ իր տեղը, նեխուրը, ինչ վատ նեխուր է բերել, իրոք նեխուր է, 100 գրամ կարակ է պահանջում, քանի որ կարակը ինքը պետք է հարացնի, Ես էլ չեմ մտածում, հենց ես լսնում եմ երեխեք ջան, 50 գրամ, սա ինձ թվում է շատ կլինի, մի քիչ թողնեմ, որ կողքերը 71, կարակս ավարտված է 98, բասկետբոլ 99, Մի րոպե 90 աստիանտակ հարացում ենք, հիմա ես այդ ընթացքում ոտքերը մի քիչ կարակ անեմ սրա, տեսնում ժեներոզնան կսենք, դետակը բնականաբար պետք չի,
Սակներս լավ եմ սովորել, երեխեքյոն, ուսանայից։ Կարևորը կարանը լավ կսեցի, մի քիչ է կսեմ։ Եվ 5-4 հատ գոլդեն խնձոր, սա պիտի կրատենք։ Կարակ, 100 գրամ շաքարաբազ, օյնբազ, վանիլին է կանալ, ես որտեղ վանիլին, 100 գրամ։ Ճիշտ ասած որոշել էի ոչինչ չպատրաստել, քանի որ մեր ճանճոպրավ նախնեն քաղցր, մտածեցի դեսերտ չենք ուտի, բայց ամեն դեպքում մի հատ պատրաստեցի, ասի ժամի 4-ի կողմերը թեյ կխմենք, սուրճ կխմենք, ինքանից դա 12-ն է, սա մի քիչ հետո արդեն կնստեք սեղան, գինին կսարի, մինչև այդ մոռացել էի սպիտակ գինին, այ ավելուկն եմ մոռացել, երեխեքներող, մոռացել էի ավելուկը, ես կնդրել էր ավելուկ անեմ, մոռացել էի Սիրելի Մարիամիկի մամայի տված ավելուկներ, ահա, լցնում եք տակը կարամելը, 70 գրամ, այսպես տանում, վերում, կարամելը մեր շաքարախոտ է, ինչքան ենք սիրում է լխեք, հիշում է, ոսնեք ինքնակ չխարվեց, հիմա ես այն խարվում է, մոլը, այ այսպես խմոր է ստացում է լխեք, Հանկարծակի չվախենակ, որ ձեր կողքերը թափրվի, դրա համար գոյություն ունի մաքրություն, բոլորիս տաններ հետ սա է, լավ կլիներ, որ ռոբոտ ունենայինք հետևից մաքրել, բայց ինչ արած, չունենք, գնացինք սա, քանի չի չորացել երեխի ջամիա ջուրը լսնելու, Ատլան մուրկայի կարիք հատ գասում իմ տունը, մաքուր է, բայց անկյուններով էլի։ Այսօր ընկույց չեմ անի, որովհետև ընկույցով ավելի շատ սալատ անի, սկսեց տապակած մեր տրադիցիոնի ավելուկն է։ Մոռացված ավելուկը պատրաստված է։ Պոպոկ չեմ արել ընկույց, որովհետև չեմ հավանում։ Ու գաթոն տեսեք ինչ լավ բարձրացավ, բրավո Անահիտ։ Ասեմ ձեզ, որ ես խմորեղենը օրենքով հենց հենց էլ ուտում եք, այսինքն կտրելուց կարամելը տակն է մնում, բայց ես որոշել եմ շուռ տամ։ Մեր համեստ սեղանը, մայրիկիս փլավը, ձուկը, ձուն և ավելուկը, և լավաշ։ Ժողովուրդ ջան, ձեր Անահիտը չկայի ապագելոնչիկը։ Իրանք ավարտեցինք ամեն ինչը։ Հիմա ձեր Անահիտը չկան մաքրի հավաքի։ Ժողովուրդ ջան, ձեր Անահիտը չկան եկավ հավաքել, հիմա մի հատ մաքրեմ, հավաքեմ և գնանք այդայի հետ քրոջս հետ քայլելով գնանք գերեզմաններ, իմ սկեսուր սկեսարի գերեզման այցելենք և մի քիչ էլ համեդուրս կգանք, որտեղ դրանց լավ եղանակատակ փոխվեցի, որովհետև իրոք քայլելու եղանակ է, այսպես։ Գարուն է, կատակ, եղանակ, Սերժը եկավ արդեն անցավ խոթնձերում, տեսնենք կասնի։ Գովուր ջան ներս եկավ, որպեսի գլուխներ
ցավացնեմ։ Ես այս 2 օր, այս 3 հրաշալի օրը իմ քիթս անգամ չեմ հանել դուրս եւ այսօր որոշեցի, որ հիմա մեքենան պտտվի, ես գնամ մի հատ մազերս ներկեմ եւ մազերը ներկելու ընթացքում կես ժամ ժամանակ ունեմ, այդ կես ժամն էլ նորից կգամ գործ կանեմ, որպեսզի ժամանակը հեշտացնի, իսկ Սերգեյ Սերգեյեվիչը խոտերը հնձում է։ Հիմա ես այս իմ խոհանոցի պատուհաններն էլ փակեմ, որովհետեւ հնարավոր է որ ինքը քար թռնի էլի։ Դերա գնացինք երեխեք ջան։ Ես այս ամբողջ տարածքը, որ նոր էինք եկել այս տուն, քանի տարեկան է, որ նոր էինք եկել։ Քանի տարեկան ենք, որ թվին ենք եկել։ 42 տարեկան է երեխեք։ Այս ամբողջ տարածքը ես ձեռքի տոնդոզով խոթհնձիչով էի անում։ Իհարկե թղակտեր, ես չէի հրում ինքնիաներ գնում, բայց ամեն դեպքում պատկերացրեք հաճույքով անում էի, որտեղ իմ համար սպորտ էր, քայլում էի, շարժվում էի։ Իսկ սա իմ Սերգեյ Սերգեյեվիչն է։ Հիմա նստած ինքը տրակտորի վրա։ Խոլոն են մեծ, սա ինչ է, խոլոն է, մեր մոտ խոլոն երեխեք են, որ նա կրետն է ոնց որ, խոլոնը։ Մեր սիրելի այգին որն է, մեր բակն է էլի սա։ Հիմա ես մտածում այս դիմացը, որ կա, դրա համար փեղկերն եկեք փակեմ, որ չջարդվի։ Մի հատ մաքրեմ ավարտել այս ամենը, մթության մեջ սիրտս նեղվեց։ Ժողովուրդ ջան, ձեր Անահիտը վերջապես եկավ եւ ժամանակը եկավ դուրս եկա։ Ասեմ չեմ ավարտել ամբողջությամբ տան գործը, բայց դուրս այնքան լավ եղանակ է։ Ամառ է մեր մոտ երեխեք, խոր ամառ։ Բերեմ ամբողջ աթոռները դեղավորեմ։ Այսքան մասը Սերժը պիտի բերի հետո անցկացնի բան այդ ամինչը խոտի այս մասը հնձի։ Ինչ շոկ է երեխեք։ Ես ճիշտ ասած մազերս ներկեցի, թաթ դուրս եկա, ասեցի կարող եմ մրցեմ, բայց աբսոլյուտման։ Գիտեք ինչի չեմ ավլում, որովհետև սա գալիս այս խոտերն էլ հնձի այս մասը։ Հիմա բերեմ ես բարձիկները դնեմ։ Սրանք էլ բերեմ։ Մայրիկը չի ցանկանում սուրճ խմել եւ հավատակ ցանկություն ունեի մի հատ սուրճի, բայց արյուտես, որ ավելի լավը սառը բան խմեմ։ Նստատեղի բարձիկները դրված են։ Փակեմ մի հատ այս պատուհանը։ Լավ չորացան շորերը փռել էի։
ավարտեց ամբողջությամբ։ Հիմա ճիշտ ասած մտածեցի գնամ դուրս, նոր դուրսն է։ Այս կողմը վակրեմ, բայց չեմ ուզում փոշոտվեմ։ Մազերս տեսակ ներկեցի, արտուկեցի։ Հիմա ինչա ուզում ձերանայի տշկանոն, երեխեք են շոք է, դուրս ենք եկել, մամայի կողքը ասեցի, մամայի մի քիչ նստենք, տեսնեմ չէ, մաման թուլացավ։ Ես ուզում եմ այս կողմի վրա մի քիչ մաքրտեմ, բայց տեսնենք, չգիտեմ ինչ հիմա անեմ, թե վաղ անեմ, չգիտեմ։ Սա իմ երաժշտության լսելու ապարատն է։ Ես վաղը ժամը քանիսին, քանիսին եմ դուրս գալու ես։ Մենք ուրեմն իրար հետևից պատրյատ ռեստորան, մեքենան չորացել է, սպասեք եկեք գիտեք ինչ անեմ, ես բերեմ այդ շորերը չորացել, սա եմ մորացել, մի հատ բերեմ լսա փորձեմ, տեսնեմ կարող եմ հանել, պիտի որ հանեմ, եկեք մի հատ փորձենք, մի հատ եկեք փորձենք երեխեք, ես վարդագույնով մի հատ փորձեմ երեխեք, եթե չանցնի, պիտի ներկեմ ուզած չուզած, նոր չանցավ երեխեք, ամբողջ այդ ներկը տակից դուրս եկավ, ուզած պիտի ներկը բացեմ, այդ էլ այդ կլեի ռեզուլտատը։ Երեխեք բերեմ միատ սրանք էլ Սերժի շորերներ ծալեմ, երաշտություն դնեմ մի հատ և իմ օրը ավարտված է։ Ինձ թվում է երևի կգնամ կքայլեմ մի քիչ։ Այդային համոզեցի ասի արի գնանք մի քիչ քայլենք, թե չէ որ մենակ եմ լինում չեմ քայլում, ալարում եմ քայլեմ, ասես գնացինք, ատկաց չունի քույրս։ Հեսա դուրս եկանք, ես փոխվեցի, ամեն դեպքում ուզում ենք գնանք այսօր գերեզմաններ, գնամ սկեսրարից գերեզմանը, սպասում եմ քրոջս Այգային և դուրս գանք։ Մազերիս գույնը լավ եղավ այս անգամ, հրաշալի եղանակ, հրաշալի օր, քրոջս հետ լավ ծիծաղացինք, մի կտոր հաց կերանք ու դուրս կանք, Սերժը ուշանում է, ուշ է գալիս, դրա համար մենք որոշեցինք միասին ճաշենք այսօր։ Ժողովուրդ ջան, եկանք այս վիլաժը, որ ես արդեն եղել եմ ձեր հետ, եկանք կեսուրիս, կեսարիս գերեզմանն է, այս ջրհորը ես միշտ ճիշտ ասած մտածում էի, կամ տեսնեմ գործողա, թե չէ, շատ հին իրանց վիլաժի ջրհորն է եղել ու այս շենքը մուզեյ են արել, թանգարան, թանգարանը կոչվում է Երկաթի թանգարան, որ չէ, սա չի, սա է, վրեն գրված լինի, Musée de Forges, ու հենա, Musée de Forges, ու այս վիլաժում հիմնականում եղել են երկաթագործները, Ֆորժերոնները, այսինքն այդ որ ձիունալ են սարքել, հիմնականում այդ մասնագետներն են եղել ու որոշել է վիլաժը, այս փոքրիկ գյուղապետարանը, որոշում են կառուցել այս շենքը վերանորոգել է իմ սկեսրարը Ողորմածիկ, ինքն է վերանորոգել, քանի որ միշտ սա իր վիլաժն է եղել, միշտ այս տան գործերը հիմնականում տվել են իմ սկեսարին, պապի Միշելին, դրա համար իմ համար այնքան հաճելի հարազատ է այս վիլաժը, միշտ սկեսուրս ասում էր, դուք հասկանում եք, այս վիլաժում ենք մենք ծանոթացել Միշելի հետ, ու այս ջրհորի, այս քարը այդ ալը ցույց տու, այդ ջրհորի քարն էլ է ինքը սվաղն արել, այս ամբողջը սկեսար սա է Ողորմածիկ,
Տենց է, երեխեք ջան, կյանքը գեղեցիկ է։ Օգտվեք ամեն վայրկյանին, որովհետև այսօր կանք, վաղը չկանք, բայց գոնե մեզանից հետո մի գեղեցիկ հիշողություն թողնենք։ Երեխեք մաման իր զանավեսկաները, վարակույրները կախեց, Այդան եկավ կախեց, ման խոլոն կա ստեղ։ Անենց սիրուն է, գույնը լնայեք ծաղիկների հետ։ Այս ժամին արդեն կարանք նստենք, ես ինչ շոք էր մի մոմենտ որ եկանք մամ։ Հա, գնաց, հա։ Բանը, իչանք գերեզմաններ, մամ այսօր։ Էտա մամ ջան, լավ, արդեն լավ հով է քո բանը, այդ վերանդան։ Ինչա թե ես փակել ես այս զանավեսկեկը։ Երեխեք, ես տեսարանը հրաշալի է։ Մամայի վերանդան, մամայի այս բալկոնչիկը, քանի որ կա երկու կողմը պատուհան, շատ բան է, քամի չկա, օրինակ հիմա իմ մոտ արև է։ Քանիսն է մամ։ Ջոգում ես։ Լավ է։ Մեզանից շատ ես քայլել մամ։ Եկեք այս հրաշալի տեսարանով ավարտեմ իմ վլոգը։ Ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր, ցանկանամ առողջություն եւ ամենակարևորը հուսով եմ, որ ձեզ դուր եկավ իմ բլոգը եւ հուսով եմ, որ կարողանում եմ օգնել ոմանց եւ տալ դրական էներգիա։ Ես պատրաստ եմ ձեզ օգնելու, սիրելիներս։ Չմոռանաք լայքերը, չմոռանաք լինել ակտիվ եւ ամենակարևորը, սիրելիներս, դրանք ամեն ինչը երկրորդական են։ Ես ցանկանում եմ ձեզ առողջություն, ցանկանում եմ, որ լինեք միշտ գեղեցիկ, ցանկանում եմ, որ լինեք միշտ ուրախ եւ ամեն մանրուքները մատների արանքով նայեք։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ-շատ եւ եկեք ասեմ, պակա, պակա։